Սիրելիներս ողջույն, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ բարձր, շատ հաճելի տրամադրություն ունեմ և անցել եմ խոհանոց, հյուրեր ունեմ, բալիկներ են լինելու և պատրաստություն եմ տեսնում, մազերս նոր հարդարել եմ, բայց եթե խոհանոց ունենք, ապա կապենք ու անցնենք գործի։ Իմ նոր միացող հետևորդներին ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանորդագրվելու մասին և մի հաճելի գրառումի ու լայքերի մասին, կես կատակով, կես լերջով։ Ուրեմն արդեն իսկ ասել եմ ու անցնենք գործի։ Այս նոր տարվա հետ բոլորիս տներում կալ չէ սիրելի հետևորդներս, այս գործողությունները, այս առևտուրները ու հյուրեր, որին ես միայն կողմ եմ ու դեմ չեմ։ Ասելիքս ինչա որ, ուրեմն եկեք հավաքվենք, կտրվենք մեր առօրյայի թող ու բոհից և ինչ անենք, մի հատ հավեսով պիցա պատրաստենք։ Մի հատ հավես խմոր եմ ուզում ձեզ առաջարկածրնեմ, որովհետև այս տարբերակի խմորը շատ լավն առնում, շատ խրթխրթան հավեսով ընտիր խմորը։ Մի հատ ծու եմ կոտրել տնական տեսակ դեղին դեղնուցով, ընտիր ծու։ Այնուհետև ծուն կոտրեցինք, լավ արեցինք։ Հիմա շաքարավազ եմ անում, էդ էլ տեսակ բուսայողել է ծրեցի, որ փափուկ ու լավ խմոր լինի։ Այստեղ էլ աղմ եմ անում, խմորի համար հաշվի ենք առնում, նաև պաների աղիությունը։ Այստեղ ունեմ թթվասեր, մի քիչ էլ քամած մածուն, մինչև իրանք իրար հետ կընկերանան, սոդանում մածուն թթվասերը, հələ մի հատ նայեք ինչ ձեղին հավեսին ձու էր, ավելացնում եմ, այս բանկայի մեջ, ինչ կա, չկա, ենք հանել, մաքրել, որ մեր պիցան լավ ստացվի։ Մաքրեցինք բանկան, սա է կողք դնում ու տեսեք ինչ հավեսով, մի քիչ էլ մոտեցնեմ, խիտ ինքը զանգված է ստացվում, սիրելի հետևորդներ, մածունով որ անում ենք, ուրիշ սերի խտություն ունի, այս տեսքով լրիվ ուրիշ, ասեք, որ լավ է։ Ինձ եմ մոտեցնում նաև ալյուրը, ու տեսեք, որ ալյուր մաղելը ճիշտ է, հոգնում եմ բարձրորակ կարգի ալյուր, սիրելի հետևորդներս, բայց մաղելու ընթացքում ինչ ասես կգտնենք, դրա համար ճիշտ է մաղելը, համենայն դեպս իմ համար կարող եք նախորոք մաղել, կարող եք իմ նման էլ ընթացքում, ոնց ճիշտ կգտնեք։
այս հարիչի հետ չեմ կարողանում հարմարվեմ, եթե անկեղծ, ինքը շատ ծանր է, ես սիրում եմ, որ իմ ձեռքի հարիչները թեթև լինեն, հեշտ ու հարմար։ Չմոքրելուց հետո շարունակում ենք զբաղվել խմորով, սիրելի հետևորդներս։ Սա այն խմորն է, որ մի անգամից գթալով էլ կպատրաստենք, ցանկության դեպքում գթալով, ցանկության դեպքում հունցելով։ Ես տեսնում եմ, որ դեռ էլի է պահանջում, զարդերս հանեմ ու եկեք հունցենք ձեռքով, հանի ուժը ուրիշ է ձեռքի։ Ես սիրում եմ, որ զգամ խմոր ու ձեռքիս տակ, ինչ խմոր ունեմ և ինչ եմ անում։ Հաճելի ձևով հունցում ենք խմոր։ Ու վերջ։ Տեսնում եմ, որ արդեն բավական է։ Տեղափոխել եմ սեղանի վրա, սիրելի հետևորդներս, ու ստացել այսպիսի փափլիկ ու լավ խմոր։ Հիմա մի անգամից բաժանեմ մասերի ու անցնենք առաջ։ Թողենք հանգստանա։ Ինքն այնպիսի լավ խմոր է, որ պետք չի ալերով գնդել։ Տեսեք, փափուկ ձեռքերին չկպչող լավ խմոր ենք ունենում։ Սա էսպես։ Անցնենք հաջորդ գործողությանը։ Հիմա սիրելի հետևորդներս, խմորը պատրաստ է, թողենք հանգստանամ։ Այստեղ ունենք թթվասերով տոնակ, դե արդեն գիտեք ով ինչ սիրում է, ով ոնց սիրում է։ Այստեղ ունեմ պանրի տեսականի և ուրեմն ունենք նաև երշիկ վիճինաների տեսականի։ Ինձ մոտ մացառելա պանիրն է և հալվող պանիր։ Կերենք, քանի ինքը սառն է, որ լավ ստացվի։ Սիրելի հետևորդներս, ձեզ թե ստացվում։
Ես սիրում եմ, որ այսպես հատ-հատա լինում։ Եկեք հենց այդ կերեմ ու վերջացնեմ։ Թող վերջանա։ Քանի որ պիցան ինչքան պանիրը արագ դնենք, ինչքան ինքը շուտեղու համեղ է ստացվում։ Ասեք, որ այդպես է։ Սա առայժմ մի կողմ, ասեք, ինչ փափլիկ ու լավ խմոր եմ ստացել, նախընտրում եմ այս ծայրամասերից իրան հենց այսպես ձեռքով այսպես բացել հնարավորինս մինի պիցաներ եմ ուզում պատրաստած լինեմ սա մեկ ջեռոցն արդեն միացրած է սա երկրորդը մի տապակի մեջ երկու պիտի որ տեղավորվի այնքան հաճելի ու լավ խմոր է սիրելի հետևորդներս ու միևնույն ժամանակ ինքը նաև խրտ-խրտան է տեսեք էլաստիկ յուրահատուկ եթե ես իրան բացեմ հավատացեք ամբողջ տապակի չափսով կարող եմ բացել բայց չեմ ուզում տեսեք այսպեսի հավեսով խմոր պես անենք որ երկու տխենք այսպես հիմա սովորականի պես սոսը կտարածեմ ամեն կողմից հաճելի ու հավեսով այսպես այնուհետև չենք խնայում պանիրը քանի որ հենց սա պիտի համ տա ու սոչնիություն այստեղ մնացածը արդեն սիրելիներս նախասիրության հարց է նայած ով ինչ է նախընտրում ես հյուրեր եմ ունենալու բալիկների համար եմ պատրաստում իրանք հիմնականը զեյթուն նմանատիպ բաներ չեն սիրում մյուս բաներն էլ նրա համար լոլիտ փառք Աստծո տանը կա այնպես չտես չունեմ
Բայց պատրաստենք նա ինչը որ ուտում են մեր բազուկները։ Այս մի տարբերակը ուզում եմ լինի խոզապուխտով, նույն ինքը վիճինա։ Մենա մյուսն էլ էլի նորից այս մյուսով ներկուսն էլ արդեն իսկ ասորցի կանենք։ Ամեն ինչը փառք Աստծո, շատ թարմ ամենացել և շատ ախորժելի տեսք ունի։ Ուղարկեմ ջրոց։ Ահա պատրաստենք մյուսը։ Կտրի։ Մյուրշիկ։ Նորից անցնենք գործի ու այսպես բացենք։ Տեսեք հավեսովը հաճելի ձևով ինքը կբացվի, այն ինչքան որ կուզենանք։
փափուկ ինտիր երկրորդել սիրելի հետևորդներս հավաքեցի այս տարբերակով և այստեղ ուզում եմ պանիրը մի քիչ ավելի առատ անել, հա այսպես շատն է լավ չի, բայց քիչն է լավ չի։ Ու արչացրեցի։ Այդ բաները։ Այսպես։ Վերջ։ Այսքան մի բան։ Հիմա մնում է, որ թխվի։ Այստեղ կուզենամ մի փոքրիկ լրացում եմ։ Ամեն ինչ ճիշտ լինի։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում ջեռոցում։ Բաղոնց չոսես, պահ, պահ, պահ։ Սպասենք թխվի։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում ջեռոցում։ Խնդրեմ մի հատ նայեք Եվ նայենք այս մյուսը ինձ թվում է կարիք չկա ասելու ինչքան ինքը լավ է ստացվել սիրելի հետևորդներս Փոքրիկ ու փխրուն պանիրը շատ աննկարագրելի համեղ ու այնքան փափուկ, որ երկու, այսպես ասած, փայտ եմ օգտագործել, մինչև կարողացել եմ իրական այսպես հանել, աննկարագրելի Ես փափլիկ և խրտ-խրտան Սա ծորացած պանիր Ովքեր են սիրում Իչև Ասենք, որ արտակարգը Հետևորդներս բավականին ժամանակ անցել, եկեք տեսնենք ինչ է կատարվում ջեռոցում, ապա խնդրեմ, տեսեք թե ինչ է կատարվում, ինչ համով ստացվեց, դե ինչ, քանի որ չեմ պատրաստում կտրեմ, ուզում եմ հյուրերիս ներկայությամբ կտրեմ, սիրելի հետևորդներս, ընթացքը ցույց տվեցի, թխման պրոցեսը ևս, ձեզ ասեմ ստեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ,
մենք կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսում։ Առայժմ